Լույս սիրելիներս, եւ հոգին է, որ վկայում է, որովհետեւ հենց հոգին է ճշմարտությունը։ Սրանք երեքը միասին են վկայում՝ հոգին, ջուրը եւ այրունը, եւ երեքը վկայության մեջ մեկ են։ Եթե ընդունում ենք մարդկանց վկայությունը, Աստծո վկայությունն ինչ խոսք ավելի մեծ է։ Այս է Աստծո վկայություն այն, որ նա վկայեց իր որդու համար։ Սուրբ հոգին միշտ ճշմարտությունն է խոսում, սիրելիներ։ Սուրբ հոգու մեջ ստախոսություն կամ սուտ չկա։ Եվ ինչպես գործ կառաքելության մեջ առաքյալն է ասում, մենք ենք նրա վկաները եւ Սուրբ հոգին։ Գիտեք, որ 5 կտակարանի մեջ ասված է 2 կամ 3 հոգու վկայությունը ճշմարիտ է։ Ուրեմն մենք ենք եւ Սուրբ հոգին է վկայություն տվողը, հավատանք Աստծո ճշմարտությունը եւ այստեղ թվարկված է ջուրը, այրունը եւ Սուրբ հոգին։ Ջուրը, երբ որ մկրտության ժամանակ հայրը վերևից վկայեց ասելով՝ «Դա իմ սիրելի որդին, նրան լսեցեք»։ Արյունը խաչելության ժամանակ սիրներ, երբ որ ամեն ինչ վերջացավ, Հիսուս մահացավ, Հավերապետը ասեց. «Արդար է, որ սա Աստծո որդին էր»։ Եվ Սուրբ հոգին վկայում է, որովհետև Հիսուս Քրիստոս հոր ազգական կողմով Դավթի որդի էր, նշանակում էր Սուրբ հոգու վկայությամբ, նաև մարմնով Հիսուս կապված էր Աստծո որդու հետ, ինչպես որ նաև Ղուկաս ավետարանչի մեջ ավետարանիչն ասում է, սա որդին էր Հոսեփի, սա Ադամի եւ սա էլ Աստծո։ Ուրեմն այս երեք վկայությունը՝ ջուրը, արյունը, որ նաև Սուրբ հաղորդության միջոցով խաչելության ճանապարհով վկայում է, ուրեմն այս վկայությունը ճշմարիտ է եւ ամեն բան վկայում է, որ Հիսուսն է Աստծո որդին։ Ցավոք սրտի, այսօր մարդիկ ավելի շատ հակված են մարդկանց ճշմարտություններին հավատալ, քան Աստծո եւ Աստվածաշնչի վկայություններին։ Մենք այսօր սովոր ենք աշխարհի լուրերը լսել եւ հավատալ, քան թե այն ճշմարտությունը, որ գրված է Սուրբ գրքի մեջ եւ Հիսուսի մասին է վկայում։ Այս վկայությանը մարդիկ շատ դժվարությամբ են հավատում։ Աստված ինքը 2 անգամ խոսեց նախ մկրտության ժամանակ, որ դա իմ սիրելի որդին, եւ պայծառակերպության Թավոր լեռան վրա ասաց, սա իմ սիրելի որդին, հետևեք նրան։ Ուրեմն 2 անգամ էլ հայրը վկայեց երկնքից, բայց մարդիկ շարունակում են աշխարհի լուրերին հավատալ։ Անցել է 2000 տարի, բայց մարդիկ մինչև այսօր փնտրտուքի մեջ են, ամեն անգամ նոր ապացույցներ են ուզում փնտրել Հիսուսի մասին, հավատալու Հիսուս Աստված էր, Հիսուս եղել է կամ չի եղել, Հիսուս հրաշագործ էր, մեր փրկիչն էր, թե որևէ մեկն էր։ Եվ հարցը ուղղված է մեզ. ով է մեզ համար Հիսուս Քրիստոս։ Մենք կարող ենք Պետրոս առաքյալի պես ասել, որ դու ես Քրիստոսը, ճշմարիտ Աստծո որդին։ Եթե կարողացանք հասկանալ եւ վկայել, ուրեմն կհավատանք ջրի, արյան եւ Սուրբ հոգու վկայությունը, որ Հիսուս որդին եւ Հիսուս ինքն էլ ասում է, իմ հոր կամքը սա է, որ հավատաք նրան, ում որ ինքն ուղարկեց աշխարհի փրկության համար։